2025 թվականին դա հուլիս ամսի մոտակայքում է, Սատուրնը և Նեպտունը Խոյի կենդանակերպում, Խոյը դա ակտիվությունն է, տաք, ամենատաք, ամենաակտիվ կրակի նշանն է, այն տարածում է, Նեպտունը դա քամիներն են, հրդեհներն են, դրանք նավթ, գազ, այդ բոլորը գտնվում են Նեպտունի ազդեցության ներքո, Սատուրնը որոշ սահմանափակումներ կարող է բերել, թող ուշադրությունից իրենց ուշադրությունն համակ այդպես պահեն Խոյի կենդանակերպի ազդեցության տակ ծնվածները, քանի որ Նեպտունը դրանք թմրանյութերն են, ալկոհոլն է, նոր էներգիաների հոսք կնկատեն, դուք կարող եք այդ ամենը օգտագործել ստեղծագործաբար, քանի որ Նեպտունը դա այն կենդանակերպն է, այն մոլորակն է, որը կապում է մարդկանց նուրբ աշխարհների հետ, դա բարձրարժեք արվեստն է, բարձրագույն արվեստն է, Խոյերի մոտ հաստատ ասեմ, որ շատ բան կփոխվի իրենց կյանքում, իրենք էլ կորոշեն փոխել, բայց միևնույն է որոշեն կամ չորոշեն, այդ փոփոխությունները գալու են իրենց կյանք և իրենք պետք է այսպես գրկաբաց ընդունեն, հակառակ դեպքում այդ ամենը մերժելու դեպքում ուղղակի Սատուրնը կտրուկ սուր դա մարսին է, բայց այո, այսպես հստակ սահմաններ կդնի ձեր պարտականությունները պետք է ճանաչեք սիրելի խոյեր, պետք է լինեք ավելի կոմպետենտ, որոշումներ կայացնելիս չառաջնորդվեք այդ իմպուլսներով, քանի որ ճիշտ է Նեպտունը այդտեղ է, այն մեծ հնարավորությունների այդպես դաշտ է բացում ձեզ համար, բայց Սատուրնը ձեզնից պահանջում է զգոնություն և դուք կզգաք, որ մոտակա 10 տարիներին անպայման մանավանդ առաջին և երկրորդ տասնօրյակների ծնվածները, նրանք այդ փոփոխությունները կկրեն, կփոխվեն ամբողջապես, իրենց վրա կզգան կրոնի ազդեցությունը, ոմանք ուղղակի կհաճախեն հոգեբանների օգնությունը, այսպես կփնտրեն, իրենք կարող են հոգեբանական աջակցություն ցուցաբերել, Նեպտունը դա բարեգործությունն է, դա այն կազմակերպություններն են, որոնք զբաղվում են բարեգործական աշխատանքներով, ձեր արտաքին տեսքը կարող եք շտկել, քանի որ Խոյը հենց գլուխն է, Խոյերի մոտ առաջին տուն գլուխ, այո, գեղեցկացնել, մազերի գույնային գամման կարող եք փոխել, Նեպտունը Վեներայի բարձրագույն օկտավան է, դուք կզգաք սիրո նոր արտահայտում, կներփանաք, իհարկե սիրելի տղամարդիկ, նրանք ովքեր Խոյի ազդեցության տակ են, դրանք այսպես ուղիղ չէ,